Ես խնդրում եմ լռություն, որ կարողանանք խոսել։ Աջ կողմը, լռություն։ Պատրաստ ենք։ Այսինքն ինչ առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ ԿՊԻ-ն էլ է հրավիրելու։ ԿՊԻ թեկնածուել է հրավիրելու։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Բյուջեն կարողանանք բոյկոտի եւ չմասնակցի նիստերի։ Երեխեք, ինպես արեք, որ ես տեսեմ։ Բյուջեն կարողանանք ընդունել, պարոն Ղուկասյան, եթե ԿՊԻ-ն չմասնակցի։ Բա հիմա ոնց ընդունեցինք։ Հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ԿՊԻ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ, այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ ինքից սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահել, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է։ Ինչի։ Յուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայները խնդրեք, պատրաստ եք Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, բայց ես համերաշխությունը իմ զենքն է, համերաշխությունը, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն դեպքում որոշումներ կայացնենք։ Դուք ասացիք գլխիկով հետ են գալու եւ շարունակենք։ Կաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ ասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։